Աղքատի պատիվը, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Գյուղաքաղաքում առանձնացած ապրում էր Սիմոն անունով մի բարի մարդ։ Նա չէր խառնվում գյուղական գործերին։ Երևի գիտեր, որ իրան խոսքը չի ընդունվիլ, նրա համար էլ պոչն իրան էր քաշել։ Սիմոնը մի կարմիր կով ուներ, մին էլ մի սիրուն կին։ Կինն էլ շատ սակավ էր պատահում, որ հարևանություն աներ դրացիների հետ։ Քաշվում էր հարուստ հարևաններից, գիտեր, որ յուր գնալ գալը դուրեկան չէր նրանց համար, և իսկապես հարևանների դռներն ընկնելու կարիք էլ չունեին։ Սիմոնը չութի կամ գութանի ժամանակ ընկեր էր դառնում անասուն ունեցողի հետ, տանջվելն իրանից, անասունը լծկանը հարևանից, և յուր հողերն էլ նրանցի հետ վարում, երբեմն էլ պատ էր դնում, տախտակ էր քաշում, ձուկն էր բռնում մոտակա գետից, ծախում և կարողանում էր թե չէ ամեն բանի էլ ձեռքը գցում էր։ Դրա համար էլ ոչ լավ ձուկը բռնող էր, ոչ կարգին պատ դնող և ոչ մի բանում հայտնի չէր, միայն մի բան լավ գիտեր, որ լավ սրախոսում էր և ծիծաղելի առակներ էր պատմում։ Այդ էլ վերագրում էին նրա խելքի պակասությանը, անունն էլ Շաշ Սիմոն էին դրել։ Մի անգամ մի գյուղում մնի համար պատ դրի, պատմում էր նա յուր կյանքից, գործս վերջացրի, ասի դե փողս տվեք գնում եմ, եկան պատին մտիկ արին, ասացին ուստա էս գիշեր քու շինած պատի տակին քնի, առավոտը քու վարձն էլ տանք, մի բան էլ ավելի, վեր կաց գնա։ Համաձայնեցի ոչ, վախեցի գշերը պատը վրես քանդվի, պատն էլ թողի, վարձս էլ, վեր կացա եկա մեր տունը։ Բայց խո ամեն մարդ այսպիսի պայման չէր կապում ուստա Սիմոնի հետ, շատ մարդ էլ հենց նրա զվարճախոսությունների ու առակների համար դեռ վարձիցը մի բան էլ ավել էր տալիս, և իրանց աղքատության մեջ ուրախ ապրում էին մարդ ու կին։ Այս մի փոքրիկ ուրախություն էր, որ ավելի շուտ բխում էր Սիմոնի սրտից, քան թե ունեցածից, բայց մարդիկ սրան էլ էին նախանձում. «Ախպեր, մենք էսքան չարչարվում ենք, մեզ համար ապրանք ունենք, դուքան ունենք, առևտուր ունենք, էլ չենք կարողանում ծերը ծերին հասցնենք, սա էս ոնց ա ապրում, ոչ ջեբումը կոպեկ ունի, ոչ դռանը 4 սոտանի, ոչ գլխումը խելք»։ Այսպես նախանձում ու զարմանում էին համագյուղացիք, հարևանները Սիմոնի ապրուստի վրա միշտ էլ շաշ էին ասում։ Շաշ Սիմոնի թայն էլ չկաս, նախատում էին կանայք իրենց ամուսիններին, տարենը 2-3 թազա լեհին դերյա ա հագցնում, իրան են անբան կընկանը, թողում չի, բոբիկ ոտը գետնին տեսնի։ Դե նրա կինն էլ սիրուն ա, քութայը չի, կես լուրջ կես հանակ նկատում էր մարդը յուր բարկացած կնոջը և հեռանում։ Հիրավի Սիմոնի կնոջ գեղեցկությունը մի երկնային պարգև էր, որ բաժին էր ընկել աղքատին, նա մի բուրալի, շքեղ շուշան էր, որ դուրս է գալիս հաճախ մի հասարակ մացառի, մի փոքրիկ թփիտակ և զվարթ ծաղկում է ժպտում, առանց մտքովն անցկացնելու, թե քուրդը բուսել է վճիտ ջրերի ափին, կամ զանգակածաղիկը փայփայված է բուրաս տանում, նրան միայն մի փոքր լույս, մի փոքր արևի շող է հարկավոր։ Ես մոռացել եմ այն պարկեշտ, ամոթխած սիրունի անունը, բայց գյուղացիք նրա ավելանունը դրել էին Եղապատառ։ Գյուղի ջահելները աչք էին տնկել այս կնոջ վրա, քանի անգամ գանգատվել էր նա մարդուն, թե աղբրումը ջուր լցնելիս ղազանց գալուստը աչքերին խոր մտիկ տվեց և ասաց ուխայ, Վարդումանց Փիլոսը իրանց դռնով նանց կենալիս աչքով արավ, Միրզան ծառաքելը ճանապարհին ղաստի դիպավ իրան, պտղատու ծառին շատ քար կգցեն, էդ ամեն կնգայլ կպատահի, սիրտդ կոտրիլ մի, ես էլ եմ շատերին աչքով արել։ Հանակ անելով կնոջը պատասխանում էր ուստեն, բայց այնուամենայնիվ, թեկուզ հենց մենակ չմնալու, չվախենալու համար, որովհետև
պատդիր, խզարչի, ձկնորս և այլն Սիմոնը հաճախ գյուղից հեռանում ուրիշ տեղ էր մնում։ Իրանց հարևան դարբին Ակոփի փոքրիկ աղջիկը գիշերները Սիմոնի կնկա մոտ էր քնում։ Գիշերները երկար հեքիաթ էր ասում Սիմոնի կինը յուր փոքրիկ ընկերուհու 8-10 տարեկան Մարուշի համար, այսպես էր հարևանի աղջկա անունը։ Զմրուխտ ղուշի հեքիաթն էր ասում կամ պատմում էր, թե ինչպես մայրը յուր 7 խորթ աղջիկներին ձգեց հորը ու ջրաղաց քարը դրեց բերանին, իսկ նրանք օրը միջամիջ գտան, ապրեցին ու փորելով հասան մի ստորգետնյա զարմանալի աշխարհ, և կամ թե լույս ու մութ աշխարհքների մասին էր պատմում, մինչև երկուսն էլ քնում էին։ Ահա ուստա Սիմոնի սպիտակ տնակը մենակ առանձնացած, երկու լուսամուտի փեղկն էլ փակած, երևում է պարտեզի մի քանի ծառերի ետևից։ Գիշերը խաղաղ է ինչպես քունը և կախարդիչ, քան երազ։ Կարծես թե այս գիշերն էլ արևելյան մի հին հեքիաթ լինի։ Երկու հոգի այս պահուն ծառերի տակովն անցան, մոտեցան Սիմոնի դռանը։ Թե ինչ էին անում նրանք, դժվար է ասել, միայն շուտով ետ բացվեց դուռը շրխկալով, ներսից պարզ լսվեց մի սուր ճիչ, որ իսկույն լռեց, և մի կանացի ձայն միաժամանակ աղաղակեց. «Ո՞վ եք, ինչ եք ուզում, ո՞վ եք, ո՞վ»։ Դուռը շուտ փակվեց, ձայնը խլացավ, բոլորովին կտրվեց։ Այդ գիշեր ուստա Սիմոնը գնացել էր մոտիկ գյուղը, կարծեմ փուռը շինելու, և երևի խոր քնած էր, մի վաղտ երազ էր տեսնում յուր տան գլխին։ Գյուղական դատարանում ուստա Սիմոնի գանգատը լսելուց հետո ոմանք հանդիմանելով, ոմանք թքելով, մի քանիսը բարկանալով խորհուրդ տվին, որ ձեռք քաշի կեղտոտ բանից։ Թե որ կեղտոտ բանն ուզում չեք, դե դատաստան արեք, թե չէ ես իմ ձեռովը կանեմ, գոռում էր ուստա Սիմոնը, և կարմրած աչքերը քիչ էր մնում դուրս թափվեին բներից։ Նրա կողքին հեկեկում էր փոքրիկ Մարուշը։ «Հա, անգաճը կկտրես էլի», ձայն տվին չորս կողմից և ծիծաղելով նայեցին մեղադրյալին։ Սա գյուղի հայտնի լոթիներից մեկը Սանդրոն էր։ Մահութ չուխով, երկայնաճիտ, բարձրակրունկ կոշիկները հագին, ֆուրաշկան մի ականջի վրա թեքած, կարմիր Բաղդադին վզովը գցած, մի կողմ կանգնած, նա ժպտում էր ուստա Սիմոնի և նրա բարկության վրա։ Հերոսին շրջապատել էին յուր ընկերներից մի քանիսը, որոնք եկել էին դատին ներկա լինելու։ «Կսպանեմ, ետո պատասխանը դուք կտաք», բարձրաձայն սպառնում էր Սիմոնը, տեսնելով, որ դատարանն անուշադիր է յուր բողոքին։ «Սպանող ես, քու կնիկը պահի», շաշ գետինը մտած, ձայն տվեց մեկը, և սրան ետևեց ընդհանուր ծիծաղը։ «Սպանիլ մի, ուստա Սիմոն ջան, մեղքա, մուրազի վեր ջահելա», հեգնեց մի ուրիշը, նոր հռհռոց բարձրացնելով։ Այնտեղ տանուտերը մերթ ծիծաղելով ու հանակներով, մերթ սպառնալով ու բարկանալով ստիպում էր Սիմոնին, որ ձեռք քաշի կեղտոտ բանից, բայց այդ չէր հաջողվում։ «Ես ասում եմ, որ արին պետք է անեմ, հիմի էս ա, որ ասում եմ», իբրև հաստատ որոշում շուտ կրկնում էր Սիմոնը, սակայն բոլորն էլ գիտեին, որ նա արյուն անող մարդ չի։ Սանդրոյի ընկերներից մեկը պատի տակը քաշեց տանուտերին, ականջումը մի բան փսփսաց, տանուտերն էլ Սիմոնին մի կողմ քաշեց, ականջումը փսփսաց։ «Չեմ ուզում», նրա ձեռքից ազատվելով գոռաց ուստեն, «Չեմ ուզում»։ «Դե որ չես ուզում, վկաներդ բեր, գործը շարունակում եմ», դեմքը թթվածնելով ասաց տանուտերը ու պաշտոնական դիրք ընդունեց։ Սիմոնը չվախեցավ։ «Այ վկա», համարձակ ցույց տվեց Մարուշին։ «Դա երեխա ա, երեխի վկայությունը զակոնը չի ընդունում, իմ կնիկը ճանաչել ա», իսկույն վրա բերեց ուստեն։ «Քու կնիկը շատ կարելի ա սուտ ա ասում, զակոնը առանց ֆակտի գանգատավորի խոսքին չի հավատում», կրկին խիստ ու կոպիտ մերժեց տանուտերը։ Սիմոնը հուսահատութենից ու կատաղությունից քիչ էր մնում վրա թռչեր, խեղդեր յուր երեսին սառն ու հանդարտությամբ նայող տանուտերին, բայց իրան զսպելով հարցրեց. «Բաս էս ո՞նց պտի ըլիլ»։
Էդ հենց պտի ըլիլ, որ դրուստն իմանալու համար ես պետք է քննություն անեմ, պետք է քու կնգանը տանեմ դոխտուրի մոտ, որ դոխտուրը քննի։ Սիմոնը մնաց դիք կանգնած, արյունը գլուխը տվեց, ականջները տժժացին, նա չէր իմանում, թե որտեղ է կանգնած, չար մտքերն արդեն խռնվում էին նրա գլխում։ Ադա գնացեք սրա կնգանը բերեք, հրամայեց տանուտերը և մի աղմուկ ընկավ, ոմանք տանուտերին էին խնդրում, ոմանք գնացողներին էին բռնում, ոմանք էլ Սիմոնի հետ կռվում յուր շաշության համար, որ բանն այստեղ հասցրեց և աշխատում էին համոզել, որ գոնե այժմ ետ կանգնի խայտառակությունից։ Փոքրիկ Մարուշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մեկ խոսողների երեսին էր նայում, մեկ Սիմոնի։ Այս ժամանակ դատարանի լույսը մթնեց և յուր ահագին գայլենի քուրքը ներս բերեց գյուղի հարուստներից մեկը, Պետրոս աղեն։ Ինչ խաբար ա, ինչ եք ղալմաղալ անում, ծանր հարցրեց աղեն, և բոլոր պատմությունը թեպետ հայտնի էր իրան, ուշադիր լսեց, իբրև թե նոր էր իմանում, գլուխը պտտելով խոր հառաչեց գյուղի հայրը և խորհրդավոր ձայնով դարձավ շուրջը. «Գետինը մտեք, ձեններուդ կտրեցեք, անաբուրներ, աննամուսներ»։ Այս խոսքերն այնպես ազդու կերպով արտասանեց, որ բոլորն էլ գլուխները կախ արին և եթե մի օտար մարդ լիներ, կկարծեր, թե ամաչեցին։ «Սրան մտիկ արեք, սրան», գլուխը վեր քաշելով ձեռքը դեպի Սիմոնը մեկնեց աղեն։ «Օղլուշաղի անունը բերել ա գցել գեղամեջ, բա սուս կենամ, նամուսս գետինն եք կոխել, բա սուս կենամ», գոռալով ընդհատեց ուստա Սիմոնը։ «Բաս ի՞նչ կանես, որ սուս չես կենալ»։ «Ի՞նչ կանեմ, արին կանեմ, արին»։ «Այ տղա, դեռ կանգնած ես, էս րոպեիս գնացեք, սրա կնկանը բերեք», տեղիցը վեր թռավ տանուտերը։ «Կացեք», աչքերը չռեց աղեն, և նորից աղմուկն ընկավ։ Այս ժամանակ տանուտերն ու Պետրոս աղեն իրար մեջ մի քանի խոսք ասացին։ «Սուս կացեք», ձայն տվեց աղեն։ «Ինչ եք գորտան ժամատուն շինել, Սանդրո, այստեղ արի»։ Սանդրոն մոտեցավ։ «Մի 5 մանեթ հանիր էստեղ»։ «Ախար զուր ա է աղա»։ «Ես քեզ ասում եմ հանիր»։ «Ախար զուր, ընչի հանեմ»։ «Ես քեզ ասում եմ զուր հանիր», բարկացած հրամայեց աղեն։ Սանդրոն քթի տակը ժպտալով մի հնգանոց հանեց, տվեց աղային և ուզում էր հեռանալ։ «Կաց, ուր ես գնում, դու էլ էստեղ արի Սիմոն»։ «Գալ չեմ, էդ խելքից հեռու բան ա, ես իմ նամուսը փողով չեմ առել, որ փողով էլ ծախեմ»։ «Էստեղ մոտիկ արի»։ «Ասեցի, որ չեմ գալ»։ «Դե գնացեք, ասեցի, ես էստեղ խաղ չեմ անում»։ «Շուտ գնացեք սրա կնգանը բերեք», կրկին մեջ ընկավ տանուտերը։ «Կացեք, դեռ չգնաք, Սիմոն, քեզ ասում եմ էստեղ արի»։ «Առաջ գնա էլի», խառնիխուռն աղմկում, աղաղակում էին այս ու այն կողմից։ «Գնա բարշի 5 մանեթն առ էլի»։ «Տոշաշ, գնա, մուֆթա փող ա, առ ջեբդ դիր, մի տարի որ տանջվես, պատ դնես, էդքան չես աշխատիլ»։ «Կասես, թե մենց բան ա ելել, առաջ գնա»։ Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին։ Մոտեցրին Սանդրոյին, աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց. «Պռոշտի, պռոշտի, պռոշտի», աղաղակեցին գյուղացիք։ Սիմոնն անզգայաբար գլուխն առաջ ծռեց։ «Անուշ, անուշ», ձայն տվին գյուղացիք։ Հաշտությունը կայացավ։ Երբ որ սկսեցին արդեն ուրիշ բաներից խոսալ, Սիմոնն աննկատելի կերպով փոքրիկ Մարուշի ձեռքը բռնած էնպես թաքուն դուրս եկավ դատարանից, որ ոչ ոք չնկատի։ Ահա և ստեղծագործությունն ավարտվեց։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ստեղծագործություններ ունկնդրելու հնարավորություն ունենաք։ Ի դեպ, իմ ալիքի վիդեո բաժնում դուք կարող եք գտնել բազմաթիվ հետաքրքիր ստեղծագործություններ։